Արդարացվեց։ Որ միկրոֆոնը կողմ։ Այս պաստաբաններին Պարոն Ծառուկյան, դատարանը արդարացման որոշում։ Հիմա ինչ հարց ուզում եք տվեք պատասխանեմ, ասեք։ Արդարացեց այս գործը փաստորեն անմեղ ճանաչեց դատարանը, փաստաբանները ասացին, որ սա քաղաքական հետապնդման հետևանք է, ինչպես կմեկնաբանեք նախ այս որոշումը։ Ուրեմն ես չեմ ուզում ոչ մի այլ կերպ ասելու, հիմնական դատարանը առաջ, բոլորն էլ հավասար են օրենքի առաջ։ Ես մի բան գիտեմ, եթե 2600 հոգի քննում ենք 2600 հոգու 110 հատ քննիչ դնում է, որ քննություն կատարեն, ու որևիցե մեկը Ծառուկյանի անունը չի տալի, ու Ծառուկյանը դե ընդհանրապես կապ չունի կաշառք տալու։ Այսինքն ես պատրաստվել իհարկե ես չէի հավատում, սպասում եմ, որ Եվրոդատարան պետք է դիմենք, որ լիարժեք 100%-ով, եթե 2600 հոգուց մեկը ցուցում չի տալի Ծառուկյանի, կամ տենց հանձնարարություն չկա, ընտրությունա պետք է կատարվի, շնորհակալ ենք օրենքից, որ լիարժեք մարդիկ արդարացի։ Պարոն Ծառուկյան, այսօր Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգում հայտարարություն ես ուզում եմ մեջբերեմ հստակեցի։ Նա պնդեց, թե Ռուսաստանաբնակ եւ Բելարուսամետ օլիգարխները փորձում են հիմա Հայաստանի անկախությունը զոհաբերել երրորդ երկրների շահերին։ Ինչպես կմեկնաբանեք։ Ուղղակի ձեւով չասեմ, բայց ուղղակի հասկանալի ում է ակնարկում։ Ուրեմն ում ակնը ես բարձրաձայն ասեմ, այսօր իմ օզածը, իմը, որ ես նայելով, տեսնելով, զգալով, որ իմ հայրենիքը սիրում եմ, իմ երկիրը, իմ ժողովուրդը, ամեն ինչ անում եմ իմ երկրի, իմ ժողովրդի համար, ես ինձ որ լավ զգամ, իմ թողած, իմ երեխաները, իմ ժողովուրդը ընկճված չզգա, պարտված չզգա, որ մենք պետք է այսօր անկախ, ես նորից եմ ասում, այսօր խաղաղությունը ո՞րն է։ Ուզում եմ մի հատ հասկանամ, ես այնօրն էլ հարցազրույց տվել եմ, խաղաղությունը նա է, որ Ադրբեջանը բոլոր սարերի վրա նստած զենքով, զորքով, թելադրանքով, որ ես պետք է անեք, ադրբեջանական դպրոցներ պետք է լինեն, որ պետք է ասենք, թե հիմնականում 300,000 ադրբեջանցի պետք է Հայաստանում բնակվի, արդեն գալիս են Հայաստանում, Մարալիկում տարածքներ են նայում, որին բնական մի հատ հայ կարա գնա Ադրբեջան, կամ Բաքու բանման գա, կամ 300,000 ադրբեջանցի, որ պետք է գա բնակվի Հայաստանում, մեր հայրենակիցները ամեն ինչ թողած, տուն տեղ ունեցված, որ չեն կարողանա, ասենք գնան, իսկ նրանք 300,000-ը կարան։ Սա խաղաղություն չի, սա թելադրանք է, խաղաղությունը պետք է լինի երաշխավորած խաղաղություն, որ մարդիկ հույսով, հավատով, պաշտպանված լինեն, վստահ լինեն, որ կարողանան երկրում ապրել։ Ադրբեջանի հետ առևտրին ինչպես եք վերաբերվում տնտեսական առումով։ Ես նորից եմ ուզում ասել, առաջնային խնդիրը հիմնական պետք է լինի վստահ լինեն, որ հիմնական խաղաղություն պետք է լինի։ Առանց խաղաղության չի կարող ոչ մի բան լինի։ Այսօր ոչ մի քաղաքական ուժ պատերազմ չի ուզում, ոչ մեկը, պատերազմից ոչ մեկ չի օգտվում, բայց պետք է լինի հիմնականում, ձեզ ասում եմ, երաշխավորած խաղաղություն, որ լիարժեք երաշխավորած լինի։ Հիմնական հարցը սա է։ Ես գնացի Նիկոլ Փաշինյանը ադրբեջանցիներին հեռացնելու եք, ինչ եք անելու։